Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Ով իր անձը բարձրացնում է կխոնարհվի, ով խոնարհեցնում է իր անձը կբարձրացվի։ Սիրելի ավատացյաններ, այսօրվա ճաշու ընթերցվածքը, ավետարանական ընթերցվածքը Ղուկաս ավետարանիչը հոգևոր աչքերով մեզ տարավ եւ պատմեց մեզ Փարիսեցու եւ Մաքսավորի առակի մասին։ Երկու տարբեր տեսակների Փարիսեցիները, որը իրենց հոգևոր դասներ, քաղաքական, հոգևոր ամենաբարձր դասներ, որ իրենք շաբաթը երկու անգամ, երկուշաբթի, հինգշաբթի ծոմ էին պահում, գնում էին հրապարակ, նույնիսկ այսպես գրիմ էին անում, սպիտակեցնում էին, որպեսզի սփռտնած դեմք ընդունեին, տեսեք մենք պահող ենք, որպեսզի մարդիկ տեսնեին իրենց սրբությունը եւ իրենց ավելի շատ փառք տային։ Եվ սկսում է Փարիսեցին տաճարում գովաբանել։ Ինքն իրեն այս աղոթներ ասում. Աստված իմ, գոհ եմ քեզանից, որ նման չեմ ուրիշ մարդկանց։ Տեսեք, սկսում է Աստծու հետ երկխոսության մեջ մտնել, սակայն ոչ թե Աստծուն է փառաբանում, այլ սկսում է իրեն փառաբանել։ Եվ սկսում է համեմատականներ անցկացնել։ Սրա նրա նման չեմ։ Ուրիշ մարդկանց նման չեմ։ Ինչպես հափշտակողներ, թալանչիներ, թալանողներ։ Ի նկատի ունի այստեղ ամբողջ այդ համակարգը, որ Իսրայելից թալանում էին, հափշտակում էին, տանում էին եւ հռոմեացիներին էին տալիս։ Անիրավներ, այսինքն օրենքը չիմացողներ եւ չգործածողներ, իրավունքը 5 կտականյան եւ շնացողներ, գրափայլյան բնագրում շուն, շնացողներ, որովհետեւ ինքը մտածում էր, որ ինքը չի անում այդ ամենը, ուրեմն ինքը իրավունք ունի ներկայացնելու Աստծուն։ Բայց Փարիսեցին չէր հասկացել, որ Աստված ամենատեսն է, ինքը տեսնում է մարդու ամբողջ իրականությունը։ Եվ ինչպես այս Մաքսավորը։ Տեսեք, երկուստ էլ մեկուսի էին կանգնած, այնպես չի, որ տաճարում մարդ չկար, ոչ, երկուստ էլ ուղղակի մեկուսի էին կանգնած։ Բայց իրենց աղոթքից շատ պարզ է դառնում, թե ինչու էին մեկուսի կանգնած։ Որովհետև Փարիսեցին տեսեք, այստեղ ինչ է ասում։ Սկսում է ինքն իրեն գովաբանել։ Այսինքն մնացածի հետ, երբ որ ինքը համեմատվում է, ինքը հափշտակող չի, մնացածը հափշտակողներ են, ինքը անիրավ չի, մնացածն անիրավներ են, ինքը շնացող չի, մնացածը շնացողներ են, ինքը մաքսավոր չի, այս մարդը մաքսավոր է, շաբաթը երկու անգամ ծոմ պահողներ չեն, ինքը շաբաթը երկու անգամ ծոմ պահող է, տասանորդը վճարողներ չեն, ինքը տասանորդը վճարող է։ Այսինքն ինքը մնացածից իր անձը առավել դասեց եւ աղոթքի մեջ չէր ցանկանում նրանց հետ համեմատվել, որտեղ ինքը առավել է։ Ինչու պետք է ինքը նույն տեղում լինի, ինչպես որ մաքսավորները, մեղավորները, ինքը մեկուսի էր կանգնել, որովհետև մնացածին ցածր էր դասում։ Եվ երկրորդ տեսակը, իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի, եւ չէր իսկ ամենում իր աչքերը
երկինք բարձրացնել եւ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. Աստված ների ինձ մեղավորիս։ Սխչման ժամանակ վայինց մեր կուրծքն ենք, չէ՞ ծեծում։ Այս նույն օրինակով քավիր ինձ մեղավորիս, ներիր, մեղանչեցի, ներիր, ինձ մեղավորիս, ներում շնորիր։ Իսկ մաքսավորը մեկուսի էր կանգնել, որովհետև ինքն իրեն էր ցածր դասում, արժանի չեմ ընդհանուրի հետ կանգնելու։ Որովհետև մեկը նայում էր իր մարմնի գործերին, մարմնական գործերին, հոգևոր գործերին չէր նայում, ամեն ինչը մարմնական է, չէ՞։ Պատմում է իր մարմնական սխրագործությունների մասին, բայց Աստծուն այստեղ փաստացի, փարիսեցին վիրավորում է, ասում է դու չգիտես, թե ես ինչեր եմ անում, տես ես քեզ պատմում եմ։ Որովհետև քանի որ Աստված ամեն ինչ գիտի, կարիք չկա որ մենք պատմենք, տես Աստված ես ինչ լավն եմ, ես այնքան լավն եմ, որ դու պետք է ինձ այս անես, այն անես, փառաբանես մարդկանց մեջ։ Առաջինը մտնում է որպես արդար եւ դուրս է գալիս մեղավոր, որտեվ երբ որ ինքը շնացող չէր, Աստված ընդունում էր դա, բայց երբ որ սկսեց ինքը արդարանալ, ինքն իրեն բարձրացնել, մեղապար թռչակվեց։ Իսկ մաքսավորը իրեն անարգելով, իր անձը խոնարեցնելով, իր մեղքերը պատմելով, ոչ մեկին չնայեց, բարձրացավ հոգևոր բարձրությամբ։ Ինչ է սա առակը մեզ սովորեցնում, ինչպես պետք է աղոթենք։ Երբ որ աղոթքի ենք կանգնում, պետք է խոնարհամտությամբ աղոթենք, ուրիշներին չնայենք, ուրիշների մեղքերը չհաշվենք, որովհետև երբ որ մեր մեղքերը հաշվելու պահը լինի, մենք չենք կարողանալու արդարանալ։ Մեր արդարացումը չի լինելու, թե սա էր մեղ գործում։ Պատմել եմ, չէ՞ ձեզ այս առապատմությունը, որ մի թագավոր կար, եղբայր ուներ, թագավորը շատ վատ կյանքով էր ապրում, եղբայրը քրիստոնյա էր եւ միշտ աղոթքով էր ապրում։ Եվ թագավորը չի կարողանում այս մարդուն մեղքի մեջ գցել, ինչքան էլ որ ցանկանում է։ Եվ իմանում է, որ մի օր ժպտացել է, որտեվ հրովարտակ էր հրապարակել, թե ով իմ եղբորը ծիծաղեցրեց, նայել մեծ պարգև է ստանալու։ Եվ ահա մի օր իմանում են, որ մսավաճառի մոտ իր եղբայրը ժպտացել է։ Գնում է, կանգնում է մսավաճառի մոտ եւ ասում է. «Ինչ արեցիր, որ իմ եղբայրը ժպտաց, ուրախացավ, ծիծաղեց»։ Ասում է. «Ոչ մի բան»։ Եկավ, կանգնեց, տեսավ, ժպտաց ու գնաց։ Իր եղբորն է հարցնում թագավորն, ասում է. «Ինչ արեց էլի։ Ես քեզ ամեն ինչ տվեցի, կերուխումեր, խմիչքներ, տարբեր տեսակի հաճույքներ, բայց դու ոչինչ չընդունեցիր։ Բայց ընդհանրապես մսավաճառի մոտ դու ժպտացիր»։ Ասում է, որտեղ մինչև այդ ես կարծում եմ, թե ես քո տեղն եմ պատասխան տալու։ Երբ որ ասում է, տեսա որ կովնի իր տեղն է կախված, ոչխարի իր տեղն է կախված, խոզնի իր տեղն է կախված, ասում է, հասկացա, որ դատաստանի օրը, մեծ դատաստանի օրը, ես իմ տեղն եմ պատասխան տալու, դու քո տեղն ես պատասխան տալու։ Դրա համար որևէ մեկին քննադատելուց առաջ անիրավ է, հափշտակող է,
շնացող է։ Դա մեզ չի արդարացնելու։ Ուղղակի չի արդարացնելու։ Մեզ արդարացնելու է մեր մեղքերը տեսնել, մեր մեղքերի համար ապաշխարություն խնդրել եւ դրանով մաքրվել եւ Քրիստոսին ընդունել։ Թե չէ սա արեց, նա այն արեց, ինձ ինչ կարող եմ անել։ Եթե այդ մարդու համար մի բան ունեմ անելիք, դա աղոթքն է։ Տեսել եք մեղավոր մեկին, աղոթեք, շատ մեծ աղոթեք։ Աբա Դորոթոսն ասում է, որևէ մեկին մի քննադատիր, որովհետև դու մեղքը տեսնում ես, ապաշխարանք չես տեսնում։ Եվ բոլորիս է վերաբերվում այդ տողը, քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի շուղն ես տեսնում։ Որովհետև երբ որ որևէ մեկին քննադատում են ինչ-որ մի մեղքի մեջ, իբրև թե կանոնակարգ է խախտել եւ այլն։ Առաքելական կանոններով հենց այդ մարդիկ թող մի հատ իրենց նայեն, նայիր քեզ, ինչպես ասում է Մարգարեն երկրորդում են օրինացում, նայիր քեզ։ Չէ՞ որ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը պարտադիր պետք է պահք պահեն։ Նոր տարուց առաջ պարտադիր պետք է պահք պահեն նոր տարվա ընթացքում, դեկտեմբեր 30-ից մինչև հունվար 5-ը։ Թող պահեին, թե միայն խոսքերով է հեշտ մարդկանց քննադատել, ոչ, տեսել եք մեղքը, աղոթք արեք, տեսել եք հանցանքը, աղոթք արեք։ Հենց այդ է պատճառը, սիրելի հավատացյալներ, որ ձեզ միշտ խնդրում եմ ձեր հոգևորականների համար աղոթք արեք, միշտ։ Որովհետև եթե ես սխալ ճանապարհով ընթացա, հոգևոր առումով ձեզ սխալ տեղ եմ տանելու։ Իհարկե, եթե ես կուրացա, հոգևոր կուրություն ընդունեցի, ձեզ սխալ տեղ եմ տանելու։ Դրա համար աղոթեցեք, որ Աստված ձեր հոգևորականներին, ձեր քահանաներին, ձեր կաթողիկոսին, եպիսկոպոսներին, վարդապետերին, որոնք ճշմարիտ վարդապետությունն են ուսուցանում, չշեղվեն հոգևոր կյանքից, այլ հոգևոր հավատքով, ապաշխարությամբ կարողանան սիրո ճանապարհով հասնեն դեպի Հիսուս Քրիստոս։ Եվ ձեր կյանքում այդ, ասում է, երկու հոգի տաճար գնացին, Աստծուն ներկայացան, Աստծուն ներկայությունը տեսան։ Բայց մեկը Աստծուն չէր փնտրում, մեկը իրեն էր փնտրում, իսկ մյուսը Աստծուն փնտրեց։ Եկեղեցի, երբ որ գալիս եք, Տիրոջ տուն, երբ որ գալիս եք, ձեր աչքի առջև ունեցեք միայն մեկին, Հիսուս Քրիստոսին։ Եվ որևէ մեկի մեղքի պատճառով, ինչպես մեկն էր ասում, ես եկեղեցի չեմ գնում, որովհետև հոգևորականներից, չէ՞, մի քանի օր առաջ ինչ-որ մեկն էր ասում, գայթակղվել էի, որովհետև իր կյանքի աչքի առջև Հիսուս Քրիստոս չի ունեցել, մարդուն է ունեցել, քահանայի անձն է ունեցել, բայց մենք ինչու ենք գալիս,
Փարիսեցու նման էս կոմ է նայել, մեղավորները փնտրել։ Գիտեք, եկեղեցին շատ նման է այգու։ Մեղուն մտնում է նեկտար տանելու համար, ճանճը մտնում է ուրիշ բան փնտրելու համար։ Երբ որ դու եկեղեցի ես մտնում, պետք է նեկտարը գտնես, Տիրոջ մարմինը գտնես։ Որտեւ եթե դու ճանճ ես, նեկտարը քեզ չի հետաքրքրելու։ Դրա համար մենք մեր հավատքի բնույթը պետք է փոխենք։ Փարիսեցու նման չլինենք, այլ մտնենք մաքսավորի նման Աստծուն փնտրելու համար, բայց ինչպես մեր մեղքերը գիտակցելով, խոստովանելով մեր ընկած վիճակը եւ ապաշխարությամբ Աստծուն փառաբանենք, Աստծուն վեր գտնենք մեր կյանքից ներս, մեր հոգուց ներս։ Կրկին եմ ասում, եթե որևէ մեկը մտնում է սուրբ մանգալու եկեղեցու պատերից ներս, չի գտնելու, որտեղ բոլորս էլ պետք է մաքսավորի նման կուրծքը ծեծողներ լինենք, մեղավորներ, մեր մեղքը գիտակցողներ։ Անտոն անապատականին սատանան վերջին պահին գալիս ասում է, հը, Անտոն, հաղթեցիր ինձ։ Ասում է դեռ ոչ, դեռ մարմնի կապանքների մեջ եմ։ Եթե ես մարմնի կապանքների մեջ եմ, ուրեմն ես չեմ հաղթել։ Դրա համար կա երկու տեսակի եկեղեցի՝ մարտնչող եւ հաղթանակած։ Դրա համար եթե մարտնչում ենք մեղքի դեմ, այնտեղ պետք է ինքնաճանաչենք մենք մեզ, մեր հոգին ճանաչենք, մեր մեղավոր ընկած վիճակը ճանաչենք մաքսավորի նման եւ հոգով ապաշխարությամբ բարձրանանք եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջեւ կանգնենք։ Հիմա կարող եք ձեր հարցերը տալ։ Հասեդա ջան։ Այո, հնարավոր է, որովհետև Պետրոս առաքյալը ինչպես զղջաց։ Պետրոսն էլ չէ, առաքյալ էր։ Առաքելական կոչումն ուներ։ Մատնեց Քրիստոսին, չեմ ճանաչում ասելով։ Չեմ ճանաչում։ Բայց ընդհանրապես մի հավի ձայնից արթնացավ։ Աղոթենք, որ այն բոլոր քրիստոնյաները, որտեղ ասեմ ձեզ, այդ հավաքի ժամանակ հիմնականում քրիստոնյաներ չեն եղել։ Հիմնականում եղել են մի քանի հեթանոսներ, որոնց պարզ կարող ենք տեսնել այդ շրջիկ պատարակների ժամանակ հեթանոսներ, աղանդավորներ, ինչ-որ մի աղանդապետ, որ այսպես ման է գալի և ասում է եպիսկոպոսները պետք է ինձ միանան և այդ մի քանի հոգին էին։ Վստահաբար լինելու է, որ ապաշխարելու են, զղջալու են Պետրոսի նման։ Դա էլ աղոթեք, որտև հոգի են, սիրելի հավատացյալներ, հոգի ունեն, որովհետև ամեն մի հոգի Քրիստոսի համար թանկ է, ինքը հենց այդ մարդու համար եկավ խաչվելու, ինձ համար եկավ խաչվելու, ձեզանից յուրաքանչյուրի համար եկավ խաչվելու, մենք կընդունենք, թե չէ, դա ուրիշ հարց է, բայց Քրիստոսի համար յուրաքանչյուր հոգի թանկ է։ Դրա համար պետքա աղոթքով։ Հիշեք ձեր աղոթների մեջ մեր 4 քաղբանտարկյալ սրբազաններին։
Արդարության ձայնը կտրելու համար նրանք բանտարկված են։ Արդարության ձայնը լռեցնելու համար։ Բայց Աստված այդպես չի։ Աստծո ծրագրերը լրիվ ուրիշ է։ Դրա համար ձեր կյանքում, յուրաքանչյուրի կյանքում Քրիստոսի սերն ունեցեք, ապաշխարող հոգի ունեցեք, իսկ դա լինում է միայն պահքով, աղոթքով և պահքով։ Ասում է Տեր, ինչու մենք չկարողացանք անել, ասում է այս տեսակ դևեր դուրս են գալիս միայն աղոթքով և պահքով։ Դեկտեմբերի 30-ից պահք է լինելու։ Հորդորս է չգիտեմ, իրավունք չունեմ ձեր տեղը որոշում կայացնելու, բայց կարող եմ որպես հոգևոր հայր ձեզ խորհուրդ տալ, հոգևոր հորդոր անել, պահեցողությամբ եղեք, պահքով եղեք։ Գիտեմ, շատ լավ եմ հասկանում, որ սովետական այդ մտածելակերպը մենք շատ դժվար կփոխենք, մանավանդ այս ամանորյա Եռուզեռին, Մսային այդ կոմպոզիցիաներին, շատ դժվար կլինի պայքարել, բայց Աստծո օրհնությամբ մի օր կփոխվի, վստահաբար, մի օր հայազգը կդառնա իրական, կանոնական կյանքով ապրող, հոգևոր կանոնական կյանքով ապրող, որտեվ եթե մեկը պահք չի պահում, ինքը իրավունք չունի քննադատելու։ Շատերը չեն ուզում, շատերն ամաչում են, ամոթա, ոնց պահենք։ Շատերն ասում են ամոթա, եկեղեցի ինչի գանք։ Չարն է ասում դա։ Դա համար պետք է աղոթենք, որպեսզի այդ մարդկանց հոգևոր աչքերը բացվի, որպեսզի տեսնելով տեսնեն եւ տեսնեն, լսելով լսեն եւ լսեն։ Հարցեր էլի։ Հա։ Այո։ Որտեղից են մենք վերցրել այդ բանը, ելակետերը, որ հունվարի 6-ը, դա վերցրել ենք Զաքարիա քահանայապետի քահանայա գործության օրից։ Այսինքն Զաքարիան սեպտեմբերին պիտի լիներ, հաշվարկը այդպես է։ Քահանայագործությունից հետո գնաց իր տուն, իր կինը հղիացավ Եղիսաբեթը։ Եվ 6-րդ ամսին մեր Տեր Հիսուս Քրիստոսի այցելեց տեղը։ Այո, ավետում էլ, այդպես ենք մենք հաշվում։ Մենք գիտենք որորն է, այո, մենք գիտենք որորն է Զաքարիայի քահանայապետության օրը, գիտենք։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, այդ օրերն են գնում, հա? Քավության օրերը։ Էլի հարցեր։ Շատ լավ, սիրելի հավատացյալներ, շնորհը, խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։